Պարոն Ֆարմանյան, կարելի է արձանագրել, որ ձեզ հասցեագրված հարցերի միստվար զանգվածը կարծես վերաբերում էր գործընկերների մտահոգություններին պայմանականորեն վերջին 10 տարիներին, հատկապես մաքսային ծառայության ոլորտում առկա խնդիրներին։ Խնդրում եմ մի փոքր մանրամասնեք մեր հայրենակիցներն իմանան եւ նաեւ կկարողանանք հնարավորություն ունենալ բարձելու քաղաքացիական պայմանագրի ներքին ժողովրդավարության, հարցերի ֆիլտրացիայի եւ հատկապես մաքսային ոլորտում առկա համակարգային խնդիրների, որոնք դուք էլ ընդունեցիք, մենք էլ ենք ընդունում բնականաբար, այդ ոնց են իրենք դրանք հաղթահարում կոնկրետ անձանց դեպքում։ Հիմա օրինակ Ֆարմանյան Հայկի կենսագրությունը նայում ենք, բարձում ենք, որ ինքը օրինակ պարոն Եղոյանի պատմած այն մաքսազերծման գործընթացում 0 առնչություն ա ունեցել։ Բայց մի հատ հասկանանք, իսկ ովքեր են առնչություն ունեցողները ի պաշտոն է, օրինակ մի հատ հասկանանք մաքսային հսկողության, վարչության պետ օրինակ։ Պարոն Ֆարմանյան, խնդրելու եմ մի քիչ մանրամասնեք, որովհետև մենք պետք է պարզենք քաղաքացիական պայմանագիրը կարող է երկակի ստանդարտներով ա մոտենում, թե չէ, որովհետև եթե օրինակ պարզենք, որ երկակի ստանդարտներով է եւ քաղաքացիական պայմանագիր, կուսակցության նախընտրական ցուցակում, իդեպ ավելի հետաքրքիր հանգամանք եմ ուզում բացահայտել, այնպես աստվածում Զսպեք ձեզ, պարոն Վարդևանյան։ Այնպես ստացվում, որ պարոն Կոնջորյանի ներկայացրած 14 թվականի հանգամանքների հետ էլ է հեսա ԿՊ-ն առնչություն ունենալու, բայց խնդրում եմ մի հատ հիմա արձագանքեք ռեպլիկի ժամանակ էլ ներկայացնեմ։ Պարոն Վարդևանյան, հաստատում եմ ձեր ասածը, այո, երկակի ստանդարտները վատ բան են։ Ես մեկ անգամ եւս մեր գործընկերներին խորհուրդ կտամ ուշադիր դիտարկել իրենց ցուցակը, ուշադիր նայեք, լավ գիտեք, ինչ վերաբերում է ձեր ասած մաքսային Ժորժան, Հարգելի գործընկերներ, թողեք մարդը ձեր 122-րդ համարը, լավ, սենց ասեմ։ Չգիտեմ, չեմ հիշում։ արձագանք։ Հիմա որ դուք այդ հարց, ոնց դուք եք ինձ հարց տալի, նույն ռեակցիան ես եմ ձեզ տալի, վատ մի զգացեք։ Արձագանք։ Հարգելի գործընկերներ։ Ժորժան, թույլ տվեք պատասխանեմ, ուրեմն շարունակեմ։ Պարոն Վարդևանյանի ասած, եթե չգիտեք շատերը բացատրեմ, լուսավորեմ, պարոն Վարդևանյանը հարց տվեց մաքսային հսկողության վարչության հետ կապված։ Հիմա կառուցվածքը մի փոքր այլ է, բայց համապատասխան ժամանակահատվածում դա եղել է, այսպես ասեմ, առանցքների առանցքը, մաքսային համակարգի, մաքսային ծառայության, որ այդ ամբողջը ֆիլտրվել է այդ վարչությունով։ Հիմա այս մարդիկ մեզ հարց են տալի, մեր գործընկերները հարգարժան, ասում են ձեր թիմը ո՞նց է կազմե։ Իրանք ոնց որ իրենց լարած ծուղակի մեջ են գան իմ տպավորությամբ, էլի։ Շնորհակալ եմ, գիտեք, իսկապես 3 գործընկերներ քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից հարցեր ունեն, շատ կարևոր կլիներ, որ մաքսային վերահսկողության բարձրաստիճան պաշտոնյային վերջին 10 տարիների հետ նախքան 2018 թվականը առնչություն ունեցած իր հանգամանքները, որոնք պարզել են քաղաքացիական պայմանագիր խմբակցության գործընկերները, բացահայտեին։ Իդեպ վերջինս նաև հենց Տավուշի մարզից է, ինքս էլ իդեպ անկեղծորեն ասեմ, որպես անձի ում հետ պետական ծառայությունից դուրս շփումը, հնարավոր է դուք եք տենց շփումը ունեցել, դրական տպավորություն եք ստացել, բայց խնդրում եմ պարոն Ֆարմանյանին մի վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են ձեր նախընտրական ցուցակին։ Իդեպ Գևորգ Սաղոյանի մասին է խոսքը, ձեր նախընտրական ցուցակի, դրա մասին նաև հրապարակում էր եղել։ Իդեպ եթե թույլ տաք արձագանքը, քանի որ մի փոքր ուշացավ, 7 վայրկյան լրացուցիչ հանգամանք նշեմ։ Պարոն Ֆարմանյան, խնդրում եմ ուժեղ Հայաստան խմբակցության քաղաքական դիրքորոշումը ընդգծել, որը ներկայացրեց պարոն Հարությունյանը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ, թող գործընկերները եւ մեր հայրենակիցները այս հանգամանքի վերաբերյալ ոչ թե անձնական կարծիք ընդգծեն, այլ խմբակցության կոնկրետ դիրքորոշումը, որը պարոն Հարությունյանը ներկայացրել էր։ Մեր խմբակցության դիրքորոշումն է շատ ճիշտ նկատեցիք, ես անձնական կարծիք եմ հայտնել, իդեպ հարց հնչեց, որ 20 թվականին եմ այդ կարծիքը հնչեցրել, այն ժամանակ դեռ ուժեղ Հայաստան կուսակցություն չկար, սենց ժողովրդական բառով ասեմ, սիրելի մեր հայ ժողովուրդ, մենք դեմ ենք թալանին, մենք դեմ ենք կոռուպցիային, նախկին թալանը պիտի հետ բերվի, եւ մեր գործընկերները քաղաքացիական պայմանագիր կուսակցության իշխանական լծակներ իրենց ձեռքին է։
Շնորհակալություն, մնում է հասկանալ ումից պիտի հետ բերվի այդ հալը։